Իսրայելը հարված է հասցրել Իրանին, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Իսրայելը նախազգուշական կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին։ Մոտ ապագայում սպասվում են հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի պատասխան հարվածներ, ուստի արտակարգ դրություն եմ հայտարարում երկրում, նշել է նա։ Քլեշ ռեպորտը անդրադառնալով Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածին գրում է, որ Իսրայելը փորձել է վերացնել Իրանի ղեկավարությանը, այդ թվում նախագահ Մասուդ Փեզեշքյանին։ Reuters-ն էլ հայտնում է, որ Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին Թեհրանում չէ, նա անվտանգ վայրում է։ Իսրայելը փակեց իր օդային տարածքը, այս մասին հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։ Դեպի այդ երկիր մեկնող օդանավերը վերադառնում են ելման կետեր։ Քիչ առաջ հայտնեցինք, որ Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին, Թեհրանում պայթյուններ են որոտացել։ Իրանական Թասնիմ գործակալությունը հաստատում է Թեհրանում տեղի ունեցած պայթյունները եւ հայտնում Իսրայելի կողմից հարձակման մասին։ Իսրայելը փակել է իր օդային տարածքը, սպասելով հարված Իրանից, հայտնում են իսրայելական ԶԼՄ-ները։ Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին, պաշտպանության նախարարն արտակարգ դրություն է հայտարարել ամբողջ երկրում, հաղորդում է Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը։ Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ մինչ այժմ Իրանի տարածքում հարվածներ են հասցվել շուրջ 30 թիրախների, այդ թվում Իրանի նախագահի նստավայրին եւ հետախուզական շտաբին։